Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում է Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ քաղաքագիտության դոկտոր պարոն Լևոն Շիրինյանի հետ։ Ողջունում եմ պարոն Շիրինյան։ Ուրախ եմ ձեզ տեսնելու մեր տաղավարում եւ շնորհակալ եմ, որ պատասխանելու եք մեր հարցերին եւ մեկնաբանելու եք մեր հարցերը։ Եվ այսպես սկսենք Նիկոլ Փաշինյանի երկու հետեւյալ հայտարարությունից եւ ես կխնդրեմ, որպեսզի մենք ոչ թե մեկնաբանենք, այլ փորձենք հասկանալ, թե ինչպես այս իրավիճակում երկիրը պետք է շարունակի աշխատել։ Խոսքը վերաբերում է իր հետեւյալ հայտարարությունների մասին, որ երկրում կա կադրային քաղց եւ որ պետական կառույցների պատրաստվածությունը անբավարար է, ցածր պատրաստվածությունն է, այդ հայտնի 0 դասարանի մասին է խոսքը։ Եվ այսպես հարցը, ինչպես կարող է պետությունը աշխատել այս պայմաններում, ինչ պետք է փոխել եւ ով կարող է դա փոխել։ Դե եթե ձեր հարցադրման հարազատ մնանք, որ վարչապետի մտահոգության արտացոլումն է կամ փաստի արձանագրումը, կարող ենք ասել, որ այդ հարցը նոր չի առաջացել եւ վարչապետը եթե քննադատվել է վերջին մի քանի տարին պատերազմից հետո հենց քննադատվել է կադրային քաղաքականության ուրեմն ոլորտում եւ դրա համար դժգոհ են եղել եւ այլն Հայաստան ունի բարդություն ընդհանրապես որովհետեւ մենք փոքր հանրապետություն ենք մեզ մոտ արնակցական ընկերային եւ ընկերական կապերը ուժեղ են ու գրեթե ասենք որևէ ոլորտում շատեր իրար ճանաչում են կամ բոլորը գիտեն եւ շատ արագ հասարակական կարծիք է ձևավորվում հանիրավի կամ իրական, որովհետև հանիրավի էլ կա, շահագրգիռ կամ ոչ շահագրգիռ։ Հիմա սա դրա արտացոլումն է, բայց փաստն այն է, որ այո, կադրային քաղաքականությունը արդյունք չի տվել մնացած ոլորտների նման, եւ նաեւ հիմա հետընթաց է ոնց որ թե որովհետև եթե չլներ սուր հարց, ինձ թվում է վարչապետը այդ սրությամբ հարց չէր դնի։ Հիմա տեսեք ինչն է հարցը։ Երկու խնդիր կա։ Մասնավոր ոլորտը մեր սպասարկում է, օրինակ ասեմ ձեզ, ռեստորանային, սրճարանային ոլորտը շատ է զարգացած եւ ես որ երկրներում որ եղել եմ, հենց կարող եմ ասել, հենց Ավստրալիայից այդ բոլորը ես ընդհանրապես որտեղ լինում եմ ուշադիր նայում եմ, ինչքան ինձ համար հասանել է, մենակ կարդալը չի, ուրիշի դիտարկումը։ Ասենք Ավստրալիան չունի այն սպասարկման ոլորտի որակի կեսը, ինչ որ Հայաստանում կա, նշվածս ոլորտներում, ռեստորանային, ինչու է այդպես, սրճարանային, որտեղ մրցակցություն է, մոնոպոլիա չկա։ Եվ որտեղ մոնոպոլիա չկա, հայ ժողովուրդը իր տաղանդը դրսևորում է, այստեղ մի առաջարկ ունեմ, որտեղ սա շատ առաջ է գնացել, ես կարող եմ ասել նաև 20 թվականին կոնկրետ բաներ եմ ասում, ես ուրեմն ամռանը Ուկրաինայում էի, եւ իմ հայ բարեկամներով, ովքեր հրավիրել էին, առաջարկեցին շատ տեղեր լիներ, ձեռնարկություններ, ռեստորաններ, սրճարաններ, շատ այդպես, որտեղ ես ուր գնում եմ, մի պայման եմ դնում, ես ուզում եմ տվյալ երկրի ներքին խոհանոցը տեսնեմ։ Գալիս եմ սիրով, բայց այն մեկը ինչ որ է, բայց եւ այնտեղ չկար մի մեր հայրենագից պատերազմից առաջ էր, որ չասել, որ իրենք էլ միջավայրի մարդիկ են, այսինքն գործարարներ են, մեծ միջավայր են մտել, Ուկրաինայի առևտուրը, շրջանառությունը եւ այլն Եվրոպայի հետ է, Միացյալ Նահանգների հետ։ Եվ նման բաներ եւ ասում են, որ այո, Երևանի ռեստորանային, սրճարանային, սպասարկման եւ այս ոլորտները գերազանցում է ուկրաինականը։ Ես մի քիչ որ խոսում ենք թերահավատ էի, բայց տարբեր առիթներով համոզվեցի։ Բայց ես այստեղ մի առաջարկ ունեմ մեր այս ոլորտի սեփականատերերին, որովհետեւ իրենք իրականում այդ մրցակցությունն ապահովել են, իրենք կորոնայից հետո շատ արագ վերականգնվել են, նայեցեք, աշխարհում շատ տեղեր կա վերականգնում չի եղել դերևս, մենք մոռանում ենք դրա անհավիրքը, բայց այստեղ ուրեմն մեր այս ոլորտի հայրենագիցները
Հայաստանի քաղաքացիները կամ ոչ քաղաքացիներն պարտավորություն հայ մշակույթի զարգացումն է։ Օրինակ, եթե մենք ունենայինք բանիմաց մշակույթի նախարարություն, օրինակ իջեցներ իրենց համար երկաթցանք, երաժշտության, բանավոր խոսքի, արարողակարգի եւ այդ բարդերը, գասպատա օֆիցերները եւ ռաբիզը դուրս կմեղվեր։ Այս ոլորտը ժողովրդի մշակութային քաղաքական դաստիարակության համար լավագույն միջավայր է, համալսարաններ են։ Ես առաջարկում եմ այդ անեն, օրինակ մի բան ասեմ, որ շատ հաճելի է, երբ որ ասենք ռեստորանի անունը բանը Հարսանյաստան Վիվալդի է։ Պատկերացնում ենք ոչ թե գողական են, բայց քուչի-մուչի ինչ որ Հայաստանում են տված է, այլ Վիվալդի է, որտեղ նաև դասական երաժշտություն է հաղորդվում եւ այլն։ Հիմա տեսեք ինչքան հետաքրքիր կլինի, եթե այդ բարդերը եւ այլնի փոխարեն մեր հարսանիքներին հնչի մեր ազնվազարմ, ազնվական երաժշտությունը, ասենք ենթադրենք Շարլ Ազնավուրի կատարումով, ենթադրենք հանգիստ միջոցառումները Լուսինե Զաքարյանի երգի հնչյունների տակ։ Ես կարող եմ ասեմ, եթե ազգային ազգագրական պայքարի ոգի, ես բոլորը որ խիստ անհրաժեշտ է, մանավանդ չէ, այս պարտության պայմաններում, վերագանգման, երիտասարդության դաստիարակության, եթե այդ նույն հիմնարկներում եւ նմանատիպ միջոցառումներին կհնչի, ասենք, օրինակ եմ ասում, Էդուարդ Տարբինյանի երաժշտությունը, դա կենթանացնում է, դա կլասիկա է իր տեսակի մեջ, բարեկիրթ կրթված եւ այլն, այսինքն ես առաջարկում եմ մեր այս ոլորտի ուրեմն մարդկանց, որտեղ իրենք նաև մշակութային վերագանգման խնդիր են լուծում կամ փչացնելու խնդիր են լուծում, եթե չէ։ Ուրեմն սրանք անել եւ մշակույթի նախարարությունը, որը չկա, օգնի իրենց, առարկական ցանկ առաջարկի մասնագետներ եւ այլ գնանք, ասենք շատ մետերմիկ ու վստահ է մետերմիկ, ասենք հանդիպումների ժամանակ կարող է Բարսեղ Կանաչյան եւ այլն կատարվել մեր համար հիմա ասնեմ ուրիշ տեղ ուրեմն այս ոլորտները մենք անցել ենք բայց ուրեմն կարող ենք անել ես ուզում եմ որ մենք ունենանք վստահություն բայց վստահությունը այսպեսի մի պետական ապարատի հետ ինչ որ վարչապետն ուզում պարադոքս ունի որը մասնավոր ոլորտը աշխատանքի գնահատման եւ ուրեմն վճարման աշխատավարձի եւ առնի տեսքով շատ է առաջ գնացել եւ իհարկե IT ոլորտի դուք տեխնոլոգիական բարձր հայաստանյան չափորոշներով, բայց ոչ աշխարհի այստեղ վարձատրվող միջին մասնագետին չեք կարող պետական ապարատ գալ, որտեղ պետական ապարատում նա չի ստանա այն սպասարկում, այն գումարները, այն ստեղծագործական ունակություններն հնարավորություն ինչ-որ կա, այսինքն այստեղ վճարների բարձրացման հարց կա, աշխատանքի որակի կազմակերպման հարց կա, որը լուծելի չի, մասնավոր ոլորտ շատ լավ է վճարում, լավ աշխատեցնում է, նաև շատ լավ վճարում, ուրեմն սա մի հարց է, որը ուղղությամբ պիտի մտածել, բայց դա հարցի լուծում չի, մասնագիր լուծում է, երկրորդը իհարկե սովետական, ռուսական ավանդույթը կա, եթե մենք մտնում ենք տեսեք, թաղապետարաններ եւ այլն, այսպես է, թվում է նորարարություն է, վերանորոգված են հիմնականում այս տարիներին, բայց մնում է աշխատավոճը ռուսական, սովետական, ռուսական է հիմնականում հայկական նաև փնթիության։ Իմ ասածը քննադատության համար չի տրվել բառակայում, հասկանալու համար է։ Ուրեմն սա պիտի արվի։ Հիմա ինչպես կարող է սա փոխվել, որը խիստ անհրաժեշտ է, չէ՞։ Մեկ կետի վրա էլ ուշադրություն դարձնենք, ժողովրդի մեջ ասում են ԽԾԲ։ Այսինքն պետական կառույցներում ընդունվում են մարդիկ, որոնք այդ ԽԾԲ-ն հայտնի խնամի ծանոթ բարեկամն է, որոնք ընդհանրապես ոչ մի առնչություն չունեն տվյալ ոլորտի հետ, ինձ թվում է, գիտեք ոնց է, աշխատատեղ են զբաղեցնում, աշխատավարձ են ստանում։ Ուրեմն տեսեք ինչ կա, այստեղ մի հարց կա, ինձ թվում է մենք ուռճացնելու սովորություն ունենք, գլխամասային այն վիճակները, որտեղ մասնակետի եւ կազմակերպչի կարիք կա, ԽԾԲ-ն չի օգնի։ Խելոք վերադասը այստեղ կնշանակի կարողին կողքին գուցե ԽԾԲ-ն կողքին։ Բայց հիմա էլի ասեմ, սա հարցը չի լուծում, անշուշտ կա, բա մենք այստեղ է որ հայ ենք էլի, բա ոնց կարող ենք մեր
ցեղակցին առաջնություն չտալ, մանավանդ եթե աթոռը զբաղեցնող ինքը տգետ է, տգետը սովորաբար հավաքում է շուրջ ավելի տգետի, որովհետեւ ինքը մնա։ Հիմա սրանք այդ մասերն են, ինչպես կարելի է լուծել, որտեղ կարող ենք այսպես, ինչպես։ Ուրեմն ես կարող ենք շարունակել օրինակները, բայց ինչու ես ռեստորանային ասեցի, մրցակցությունն ապահովվել է, աշխատանք արդյունք ունի, չկա մոնոպոլիա, չեք կարող ասել, այստեղ էս ինչն է անուն եւ այլն։ Ահա, հիմա սա եթե այդպես է, մեզ հարցը առաջնշվեց վերափոխենք։ Նախ մենք պիտի հրաժարվենք ռուսականությունից ընդհանրապես, դա հայոց լեզվով լինի, դա ռուսերենով լինի, մանավանդ ռուսներն իրենք այդ ոլորտ, իրենք վաղուց հրաժարվել են առաջատար ոլորտներում, այսինքն ռուսը ռուսականությունից հրաժարվում է, Հայաստանը շարունակում է։ Տեսեք, մենք սովորում ենք լավ ռուսերեն, ռուսները սովորում են լավ անգլերեն։ Հիմա փաստ է, վերնախավի, այս մի կոպիտ բաներ են, համադրություն են։ Եթե սա ընդհանրապես ենք տնում, առանց պետության արմատական, պետական ապարատի, հատկապես կառավարչական ապարատի ռեֆորմի արմատական հարցի լուծում չի լինի։ Մնացածը դուք կարող եք լավ մասնակետ նշանակել, կարող եք վատը նշանակել, մի քանի տեղեր շատ ավելի լավ է, բայց նրանք չեն կարող եղանակը փոխել։ Բայց մենք չենք տեսնում, որ որևէ բան փորձում է անել չի։ Հիմա ինքը իրենք փորձում են, ասեմ ինչն է հարցը։ Ուրեմն այստեղ առաջինը դա է, կադրերն են, որոնք պիտի լինեն համապատասխան կրթությունով, վճարումով, վարձատրությունով եւ ստեղծագործական աշխատանքի որոշակի տարրերով, որ երիտասարդ սերունդ կա, թե չասենք են մնացած արդեն 60-80, այդ մարդը շատ էլ ձեռ է տալիս թոշակի հետ, այստեղ անի են ինչ որ գիտի, ինչ էլ չգիտի։ Հիմա եւ երկրորդը դա չի կարեւորը, գլխավորը ուրեմն կառավարման սկզբունքներն են, որոնք Հայաստանում մշակված չեն, եւ ես կառավարության ես գիտեմ, որ վարչապետն էլ է տեղյակ եւ շատերն են տեղյակ, որին ես մասնակցել եմ մի աշխատանքի, որն է, այսպես ասեմ, Բարսեղյան Գրիշան, իմ բարեկամը, դա ֆիզմատ գիտությունների դոկտոր է, կոնկրետ եմ ասում, որ մարդիկ նաև հղում անեն, կարդան, իմանան եւ այլն, որը մաթեմատիկայի ոլորտում համաշխարհային նիշ է գրանցել, որին ամեն տարի կամ գուցե քանի տարի մեկ Սինգապուր են հրավիրում դասախոսությունների, անգլիացիների հետ մեծ կապեր ունի, որը ունի կառավարման ոլորտի վերաբերյալ սկզբունքներ, որոնք եթե դուք տնում կիրառում եք, սկզբունքները համասան կադրը գտնվում է եւ այն ԽԾԲ-ն բացառում է ընդհանրապես։ Ես չգիտեմ, վերջերս վարչապետին չեմ հանդիպել, իրեն զեկուցել են թե չէ, այդ ամբողջը ես իրենց հետ մասնակից եմ եղել որոշակի խմբի, Գևորգյան Սամվելն է ֆիզմատ գիտությունների դոկտոր եւ պետական պաշտոնյաներ կան, որոնք այսպես այդ կոնցեպցիաները մշակված են, բայց այստեղ հարցն չէ, կառավարությունը պիտի համարձակություն ունենա, այդ չափորոշիչները դնի, կիրառի, ուրեմն գործը կշարժվի։ Հիմա հարց է, ինչու չի արվում, ասեմ հետևյալը, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության, այսպես ասեմ, վերլուծական ծառայությունը կամ նրանք ում հետ ես շփում խորհրդակցում են եւ նրանք միայն կուսակցությունից չեն, մի հաստատ համոզում ունի։ Մենք պետք է Հայաստանում հռչակենք, կիրառենք 4-րդ հանրապետությունը։ Երրորդ հանրապետությունը իրեն սպառել է, այսպես ասեմ, էլի, ոնց սովետական տարիներ մի բան կար, Մոսկվիչը շատ տարածված էր եւ նրա N մոդելը 408 այլևս պիտանի չի, հետո 412-ը եւ այլն։ Հիմա այսօրվա նույն օրինակները կարող եք ասել, Հայաստանը պիտի հռչակի 4-րդ հանրապետությունը մի սկզբունքով, որ երկիրը արմատական ռեֆորմների պիտի ենթարկվի, առաջին հերթին կառավարչական ապարատը, որտեղ կառավարչական ապարատն է, որ սկզբունքներով պիտի շարժվի։ Եվ կան նաև մի բան, որ ժամանակին ես վարչապետի հետ իհարկե պատերազմից առաջ շատ ավելի հեշտ էր նման բաներ, որտեղ ժամանակը կար եւ այլն, ես նույնիսկ այսպեսի առաջարկ եմ արել, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դիմել միջին հաջողակ պետության, որևէ պետության, որի մշակույթով մեզ հետ շատ հարազատ է, քրիստոնեական,
պատմական մշակութային պետության օրինակ իմ համար Ավստրիան է օրինակը մոդել կամ ինչ կան հիշում եմ ինքը նաև Ֆինլանդիայի օրինակը բերեց ես առաջարկում էի բայց հետո պատերազմը բոլոր փչացրեց էլի ասում եմ դիմեք այդ կառավարությանը մի 100 չինովնիկ էլի լավ իմաստով բյուրոկրատ ուղղակի այս ամբողջը միասին սարքենք վերջանա որպես պետություն եւ ունենանք նոր ապարատ նոր պահանջ գուցե ուրիշը կառաջարկի ուրիշ պետություն բայց չափորոշիչները պետք է մեզ հարազատ լինեն մշակույթի մենթալիտետը հաշվի առնչվում է ասին ինչու Ավստրիան որտեղ մշակութային երկիր է քրիստոնեական է պատմական է եւ ուրեմն ունի նաեւ կայսերական ավանդույթներ մենք չմոռանանք որ կայսերական ավանդույթները խիստ անհրաժեշտ են եւ մենք առաջիններն ենք ունեցել վերհուշը պետք է կազմակերպման ձևեր այս մի խոսքով կան այն ինչ որ ասում են թղթից գրիչից օգնել ինչը ես գիտեմ ասեմ որ ժողովուրդը իմանա մենք ունենք լավագույն կառավարիչներ աններ չեմ ասի պետական ապարատի լավագույն գիտակներ, կառավարության շուրջ նրա հետ խորհրդատվական եւ այլն։ Բայց ուզում եմ ասել, որ կարելի է նրանց հանձնարարել դալ եւ այդ ռեֆորմը կազմակերպել։ Ոչ մի խնդիր չկա։ Ես նույնիսկ մտածում եմ նման երկրները սիրով կօգնեն, ինչն է հարցը։ Մանավանդ հայ ժողովուրդը այս Ադրբեջանը չի, ոչ էլ ադրբեջանցիք են։ Մշակութային ժողովուրդները գիտեն խորքը Հայաստանն ինչ է, հայ ժողովուրդները կօգնեն, հետ ենք մնացել, ինչ է։ Ձեզ մի օրինակ ասեմ, որպեսզի արտառոց չթվա հարցը։ Ուրեմն թուրքերը այդ պրակտիկան ունեն եւ իրենք մեծ հաջողություններ են ունեցել։ Ժամանակին ուրեմն սուլթանները իրենց բանակը տվեցին ֆրանսիացիներին եւ ֆրանսիական 19-րդ դարի առաջի երկրորդ կեսերի այդ կարգու կանոնով եւ այլնով բանակը վերակառուցեցին։ Հետո հայտնի որ Մորտկե ուրեմն ավակը, որ գերմանական ռուսական մտքի հանճարներից է, ռեֆորմի ենթարկեց, հետո նորից որ հետ բայց դուք ամբողջ մենեջմենտն եք ասում փոխել։ Հիմա հա, այդ եմ ասում, իրենք էլ էին դա անում։ Հետո դուք գիտեք, որ երբ թուրքերը ստեյության բանակը հանձնեցին բացի գլխամասերը, գերմանացիներին եւ գերմանացիների ստեղծած պետությունով գլուխ բերեցին այնպիսի մի ոճի շատ արագ ինչպիսին ցեղասպանություններ եւ մերոնք այդտեղ սխալվեցին որտեղ շատերը մտածում էին որ Թուրքիանի վիճակի չի այդպիսի ոճիրներ այդ հետամնացիամ մի քանի տարում եւ Էնվերներ գերմանական գլխավոր շտաբում վերապատրաստում էր անցել եւ այլն եւ շատերը կային ուզում եմ ասել սա իհարկե մեզ վնաս պրակտիկա է եղել բայց իրենց համար խիստ արդյունավետ հետո վերցնենք Քեմալը որ ինչ արեց նա 20 թվականներին չսկսեց քրեական իրավունքի առաջին ընթերցում քաղաքացիականի 4-րդ ընթերցում գողականով եւ այլն վերցրեց հրաման տվեց եւ այսպես Շվեյցարիայի քաղաքացիական իրավունքը թարգմանեցին ու գործողության մեջ դրին այն տարիների Շվեյցարիան հիշեք քաղաքացիական եւ Իտալիան որ մաֆիոզ էր մեր նման Սիցիլիա եւ այլն, որ ես ասում եմ Ղարաբաղյան կլան եւ այլն, ասրանք բնութագրեր են, ոչ թե մարդու մասին է խոսքը։ Վերցրեց, ինչ արեց, քրեական իրավունք թարգմանեցին Թուրքիայի կիրառություն դրեցին, այսօր կա այն Թուրքիան ինչը որ կա։ Չեն կա 80 անգամ, որ են գողավազակը գումարներով խցկեն օրենքի մեջ ընթերցում, երկրորդ ընթերցում եւ այլն։ Այսինքն պրակտիկան այնքան է, որ կարելի անել եւ ես առաջարկեցի, նորից եմ առաջարկում Ավստրիան, որտեղ մշակութաբես մեզ շատ հարազատ է եւ ինքը մշակութային ժողովուրդ եւ մշակութային պետություն են դրում քրիստոնեական։ Պաշինյան այդքան խիզախություն կունենա Հայաստանի իշխանությունը ինչ որ բան կունենա վճռականություն է ունեցել, Քեմալը ինքն է վճռականություն ունեցել, որ ինչ որ բան փոխի։ Հիմա մենք հավաքական մի գիտակցության պիտի կանք, որ մենք իհարկե մեր պետականությունը պատերազմից հետո փրկել ենք, միջազգայինորեն ըստերության շատ դժվար ջանքերով 29-7 անցկացնում ենք եւ այլն Ռուսաստանը չի ընդունում 1000 մի բլեֆներ անում, բայց ինքը ընդմիշտ գնում է ստեղից։ Ուզում եմ ասել, այս դժվարությունների մեջ ինչ-որ հաջողություն կա, հիմա մենք չենք հասկանում, որ մենք կամ վերականգնվում ենք որպես պետություն ժողովուրդ, կամ էլ գոլորշի անում ենք, որտեղ այս տարածքում
աշխարհագրության այս քանակով ինչ որ ունենք ծերացող ժողովուրդ եւ ծերացած ավելի շուտ կոնգլոմերատ մի Երևանով ռախիտ կառուցվածքով եւ դատարկ մարզերով այս վիճակը մեզ չի ասում որ մենք սպառնալիքի տակ ենք եւ այդ սպառնալիքը Ադրբեջանի հարցակումը չի որովհետեւ նայեցեք այսպես ազգաբնակչության քանի տոկոսն է որ 60 տարեկանից ավելի բարձր է աշխատունակ եւ Հայաստանում մենք պետք է տեսնենք թե արդյունք սա որպես իհարկե աշխատող մի ամեն երիտասարդին քանի ծերունի պահել է համեմատեք հասնում Հայաստանում մեկին եւ ասենք ուրիշ երկրներում որոնք կենսունակ են ինչի հետևանք է դա այդ բոլորը ստեղծված վիճակ է մեր հետամնացության պատերազմի կորոնայի 30 տարվա մսխելու տարիներ բայց մենք այդ սովորություն ես չեմ ուզում այդ ճահի ջնորիչ գնանք մազոխիզմով եղել է այդպես բայց այժմ ճահճի մեջ հիմա ճահճի մեջ ենք դրա համար առաջարկում եմ 4-րդ հանրապետությունը հռչակել ընտրությունները շատ մոտիկ են մի տարի է մնում եւ քրիստոնյա ժողովրդավարական գուսակցությունը գնալու է 4-րդ հանրապետության մոդելի սեփական առաջարկող ռեֆորմների ծրագրով որը դրանց մեջ է հիմա ինչ է ստացվում մի օրինակ հանձնաժողով ստեղծեք նույն պարոն Բարսեղյանի գլխավորությամբ տվեք ձեզ ցուցիչներն էլ տա ամենիշներն էլ տա ինչ ամեն ինչ չէ որ կարելի ընդունել այդ բոլորը քննել եւ շարժվել առաջ հասկանալով մի բան որ մենք ընդմիշտ հետ ենք մնում բոլորից դուք էլ եք գնում գալիս եք ովքեր որ երկրի դուք մենք շատ հետամնաց երկրների շարքի մեջ ենք պետական ապարատով փողոցային կյանքի կազմակերպումով եւ անով չէ հիմա ինչ որոշել ենք չլինենք թե հավերժ մնանք օգնվող նվվածող եւ այլն մենք պետք է վերցնենք մեր ճակատագիր մեր ծերը դրա համար առաջարկս ընդունելով որ այդ սովը կա եւ այլն բայց չկանգնել եւ ունենալ կամք հարցերը լուծել եւ Քեմալից մի օրինակ ասեմ ինչ արեց տեսավ որ իր միջավայրում նախկին փաշաներ գեներալներ իր առաջարկած ռեֆորմների ծրագրից դժգոհ են եւ վերցրեց գիտեք բոլորին կախեց ուղղակի ֆիզիկապես կախեց հարցը հետեւյալը որն էր կամ Թուրքիա պիտի լինի կամ դուք քանի որ Թուրքիա պիտի լինի դուք չեք լինելու ես էլ ասում եմ քանի որ Հայաստանի Հանրապետություն պիտի լինի Հայաստանում Ղարաբաղյան կլան չպիտի լինի որում դա մենակ Ղարաբաղցին այն չի վերաբերվում չպիտի լինի ու վերջ եթե ալտերնատիվ չէ նեյնիմով չի ստացվի առաջարկս սրանով գնալ ձեր հարցի պատասխանն է վարչապետի այո նոր ընտրություններ եւ այդ պետական հիմա այնքան հաջողակ երկրներ կան հետապնդումներ եք նախատեսում եք որ պետք է հետապնդումներ օրենքների կիրառություն նաև օրենքը ունի երկու ֆունկցիա ուրեմն դաստիարակիչ եւ պատժիչ եթե օրենքը պատժիչ 3-ն ունի երկուսն ասեմ այստեղ եթե օրենքի պատժիչ ֆունկցիան չի աշխատում դաստիարակիչ ֆունկցիան բերում է այլասերման չի դաստիարակում մարդիկ չեն եթե հանցանք են կախել հիմա ես չասեցի փոխաբերական նաև ուղիղ ինչի եթե ոչ իրեն գործել պետք է 25 տարի չի 45 տարին է այսինքն ինչ է նշանակում հիմա ես չասեցի որ Քեմալինքը գնաց կախեց բայց ընկերների հարցը լուծեց կախեց իսկապես ասեց Գերմանիա բանը Թուրքիայի լինելու դուք չեք լինելու Թրամփը այսօր նույնն է այսինքն մեր համար կրիտիկական է մեր համար կրիտիկական է այս եւ մենք պիտի շարժվենք եւ սա մեր իսկ մնա բայց մենք կարող ենք մենք մի պայման տղաներ կանայք աղջիկներ փոխվեք ձեր ժամանակ ինչպես որ Կիմ Դե Ջունն արեց Հարավային Կորեայում ոչ մի քանի ոչրագործների հետ որոնք բանի նախկին ռեժիմի ժամանակ արել են մի քանիսին կախեցին թե գնդակարեցին թե ուրիշ բան է բոլորին տնտեսական ռեֆորմ ամնիստիա հայտարարվեց գողացած թալանած իրենց մոտ էս Hyundai LG եւ այլն ընտանեկան չեբոլներ են գոշում կառույցներ էին առաջարկեցին եթե դուք ոչիների մեջ չեք տնտեսական հանցագործություն պետությունը տալիս է ձեր ժամանակ եւ պարտքերի փոխհատուցում վերադարձնում եք գողացածը թալանածը
այսօրվանից ենթադրենք մարտի 1-ից, չէ ապրիլի 1-ից այլևս դադարեցնում եք այդ ձեր գործունեությունը, 2-ից մաքուր եք աշխատում, եթե չէ կգնաք էշաֆոտ, ինչպես որ գնում են շատ վարչապետներ, դուք Հարավային Կորեայում գնում են։ Ինչ եմ, եւ մարդիկ հիմա կա այն Կորեան, ինչ որ կա։ Ինչ ուզում եմ ասել, մենք մոդեռնիզացիայի այս փուլը պիտի անցնենք, ոչ տարօրինակ բան չկա։ Մենք համենայնդեպս կուսակցությունը այս ծրագրերով ոչ արնահեղության առումով, տեսեք, ասում եմ ամնիստիա, ոնչն է, $1 միլիարդ շահել ես, որի 800 միլիոնը քոնը չի, ուրեմն 800-ը հետ ես բերում, 200 միլիոնը շարունակում ես աշխատել, ոչ մեկը քեզ չի խանգարում, խրախուսում է պետական աջակցություն եւ այլն։ Բաշինյան, դուք ասում եք հրավիրել, ասենք թե օրինակ, Ավստրիայից ինչ-որ օրինակ եմ ասում, հիմա դուք կարող եք, այսինքն հրավիրել մասնագետների, մերոնց հետ աշխատել, չեմ ասում օտարները, մերոնց հետ աշխատել, տեսնել մոդելը ստեղծել, ինչպես շարժվում է։ Բաշինյան, չի արվում դա կամ չեն գալիս։ Ինչ են կանում այդ դեպքում։ Գիտեք ինչ կա, մենք շատ ենք, մի բան ասեմ, հեղափոխությունից չեն հրավիրում կամ հրավիրում են չեն գալիս։ Առաջին ինձ թվում է գիտակցումը չկա։ Մենք անպայման չասենք, որ ինչ որ մեկ անպայման փչացնում է։ Էդ էլ կա, բայց այդպես չի որ, այսինքն հիմա հեղափոխությունից պատերազմից հետո ընտրությունները ցույց տվեցին, որ ազգաբնակչությունը մեր շատ լավ հասկանում իր կենսական շահերը, ոչ են մագարտակով ենթադրենք ինչ ես բացատրեցի, բայց գնում ես ճանապարհով, ինքը իր պետության ամուր վռնել է եւ ճուզում հետ վերադարձ չի լինելու։ Բայց հիմա դա պիտի կազմակերպված ընթացքի մեջ տնել, օգտագործել համաշխարհային փորձը, մեր ռեսուրսները իհարկե մեր անպայման մեր առաջնորդությամբ, մեր լավ մասնագետներ եւ այսպես դուրս կգա։ Եվ իհարկե մրցույթի մասին է խոսքը, մրցույթի, օրինակ իմ ասած այդ սկզբունքները մրցութային համակարգի վրա են։ Դրեք տեսեք գիտությունն ու տեխնոլոգիան ինչպես կշարժվեն եւ տեխնոլոգիական մասը Հայաստանի ինչպիսի ֆինանսական ռեսուրսների ճամփա կբացի հիմա։ Այդ բոլոր հաշվարկները ես դες խոստանում եմ։ Կան մարդիկ անուններ տվեցի, որոնք աշխատել են ունեն եւ այն։ Հիմա ես դրանց գիտեմ, բայց եթե գործը շարժվի չկան, մարդիկ կան, որոնց ես չեմ ճանաչում, որոնք կմիանան այդ գործին նաեւ Սփյուռքից։ Բայց մենք ահռել ռեսուրս ունենք, չէ՞, Սփյուռք ասած են չի, որ տվեք հյուսային պողոտասարքեք կամ հարավհյուսից, հետո Թուրքին ազնենք, ոչ մեկը հաշիվը չի մանա։ Հիմա ուզում եմ ասել, այ սրանք են։ Մենք պիտի պետություն ռեֆորմի երկարարկենք այդ իմաստով այնպես, ինչպես գեներալ դե Գոլը ենթարկեց Ֆրանսիան, այս Ֆրանսիան որ կա նա է արել։ Եվ շատերը, հիմա չասեմ, այդ օրինակները շատ են, մենք էլ այդ ճամփով կարող ենք գնալ, բայց մեկին բանի վրա, այնպես որ այդ հարցերը կարող են անփոփի չասել։ Գնում են այդ ճանապարհով։ Ուրեմն ասեմ, ներկա իշխանությունները, եթե մտահոգ չլինեն, վարչապետը չի բայց մի տարվա մեջ այլևս արմատապես հարցերի լուծում չի լինի եւ չի կարող լինել։ Հիմա ինչ է պետք, այ ընտրությունները վերածել մրցակցային, ուրեմն գաղափարների, առաջարկների հաղթահանդեսի, ովքեր ժողովուրդը մի անգամ միանշանակ է հասկանա սուտ խոստումներն էլ այսպես է, ուրեմն ժողովուրդը բոլորին ճանաչում է, գրեթե բոլորին է ճանաչում, բա որ եթե 100% խփողն է գալու բաներան հոչի հավատալու, կամ էլ ովքեր հրահրում են այսօրվա ցնցումները Մոսկվայի համար, չի հավատալու, հիմա ենթադրենք հավատաց, այդ դեպքում մեղավորը կլինի ժողովուրդը, կասենք լսի, բայց դա այդպես չի լինել, ժողովուրդը չպիտի վախենա, հիմա պետության ստեղծումը շատ դժվար գործ է եւ մենք պիտի, ուրեմն ես ցես խոստանում եմ, որ իմ գլխավոր ազգուսակցություն չի խապելու։ Եվ վերջ, հիմա ես կան, մնացածը շարժվելու բան է և արդեն երբ որ կառաջանա այն խորհրդարանը, որը կունենանք ենթադրյալ այդ խորհրդարանը, ուրեմն դա ինքը, եթե կլինի մրցակցային, կլինի ոչ թե պետությունը տապալելու սաբոտաժի գլխավոր միջավայր, այլ կլինի պետության ստեղծման մի միջավայր, որ խորհրդարանն է, Փառք Աստծո, Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանականն է, այսինքն ստե քննարկում, քննել այս հարցերի լայն ասպարեզ կա, մենք ունենք պատմականորեն պարլամենտարիզմի լավ դարերի պատմական փորձ եւ դրա փորձը համբարված է մեր եկեղեցու կենսագրության մեջ,
մեր եկեղեցի մրցակցային է եղել, կաթողիկոսներն ընտրվել են, որին մասնակցել են նաև 1/3-ով միշտ աշխարհական մաս, եւ այլն, վերականգնում ենք մեր եղածը նոր պայմաններում, եւ այսպես շարունակական, մնացածը, գիտեք, մեքենայի նման է ձնակնդու էֆեկտը կա, դուք կշարժեք այս մասը, գործը կգնա, եւ այստեղ այդ ԽԾՊ եւ այլն կգնա, մենք պետք է մի բան հասկանանք, որ մենք ուրեմն խաղաղություն եւ այլն նախ ես առաջարկում եմ այդ խաղաղության թեզիսով չվարակվել, ձգտել խաղաղության, դա միլիտարիզմի հակառակն է, մեկ վարակվում ես մենակ միլիտարիզմով, մեկ էլ երկուսն ծայրահեղություն են, իմանալով ուզում ես, բայց իմանալ որ պացիֆիզմը պետք չի էլի, բայց ուրեմն շարժվել եւ ռեսուրսը համաշխարհային կուտակել, ասեմ մի բան, որ մենք հայերս ունենք մի առավելություն, որ աշխարհում բազմաթիվ առավելություններ ունենք, որտեղ հիմա որ 4 տարի կենտրոնացել ենք մազոխիզմի ձևով ռուսական ագենտուրա է վրա, ոնց որ միտներ չի շարժվում։ Հիմա որն է դա, մենք կարող ենք կիրառել ցանցային պետության մոդելը, աշխարհում հայություն ամեն տեղ է, շատ երկրներում անգլոսաքսոնական օրինակ երկրներում բարեկեցիկ բարետես կյանք է վարում, չէ, ես չեմ կարող ասել շատ են հարուստ, բայց միջին խավը շատ է, որը ինչպես ազգի, այնպես է պետության ողնաշարն է, ինչ չեք հավատում Արիստոտելին հարցրեք, ուրեմն հասկանում, այսինքն այնքան բաներ կան, որ դրա մեջ ասեմ նաև ռեսուրսների հիմա ենթադրենք վերցրել ենք 4-րդ հանրապետության ռեֆորմի ծրագիրը, կառավարչական ապարատը այս շտաբ կազմակերպում ենք, Պարոն Բարսեղյան Գրիշայի եւ այսպես ասեն Սամվել Գևորգյանի սկզբունքները զուգարտված ներդնում է կառավարությունը, այստեղ գալիս է շարժում է գործը։ Մենք Սփյուռքի ներգրավման հարց ունենք, որն է դա։ Այս խնամի ծառոտ բարեկամ եւ այլն ինչ որ կա, հրաշալի է, լավ է որ հայ մարդիկ իրար օգնում են, եղբայրը կրոջը ընկեր եւ այլն։ Բայց կարծում եմ որ մենք պիտի ունենանք երկպալատ ազգային պարլամենտ։ Սենատը, որ ասենք վերին պալատն է, ինչպես աշխարհում շատերն ունեն վերին պալատ, ասենք Գերմանիան, Բունդեսթագ, Բունդեսրատ, որը կարող է Ամերիկայով, ուրեմն մենք պետք է Սփյուռքը ներգրավենք պետական կառավարման գործին եւ հայրենաշինության մեջ օրենքի եւ քաղաքական որոշումների շրջանակով։ Դրա համար մեզ պետք է Սենատ, որ համայնքները քննելի հարց է, կուղարկեն իրենց ներկայացուցիչները, որոնք ազգային ժողովի հետ միասին քննեն հարցերը եւ այլն Սփյուռքը կներկայանա օրենսդրորեն Հայաստանում, բայց որոնց չպիտի տրվի վճռական ձայնի իրավունք, խորհրդակցական ձայնի իրավունքով։ Եվ Հայաստանը կշարժվի ինչ նպատակ է։ Այսինքն ես ոչ մի խնդրեմ չեմ տեսնում, այն ժամանակ ռուսներ կհարգի, թուրքներ կհարգի, ադրբեջանցիներ կվախենա, Պարսիկներ կհիշի իր հին արմեն արիացի եղբորը։ Եթե այսպես է մնալու, ոչինչ չի դնելու։ Մենք այսինքն գնանք այդ ընտրություններին եւ հիմա գնանք այդ ճանապարհով։ Բայց մի բան վերցնենք, որովհետեւ ճիշտ հաշվարկենք։ Մենք պիտի ընդունենք մի սկզբունք, որ է ռեալիզմը, իրատեսությունը, որովհետեւ չսխալվենք ոչ նրա մեջ, ոչ նրա մեջ, մենք պիտի ընդունենք, որ պարտվել ենք, ծանրակույն պարտություն ենք կրել, մենք ստրատեգիական պարտություն ենք կրել Սումգայիթից մինչև հիմա, Արևելյան Անդրկովկասում այլևս հայություն չկա, բացի Հայաստանը, որ մեր կենսատարածքն է, Լեբենսխաումն են, այսինքն մենք այդ բոլորը չունենք այլևս, Ադրբեջանը հասել է ստրատեգիական վիճակի արմատական փոփոխության ի վնաս մեզ օգուտ իրեն, բայց ռուսների աջակցությամբ, Ռուսաստանը ահա ձեզ պատասխան ինչու էր ժամանակին Ադրբեջան ստեղծում, հենց հայությանը ջախջախելու համար, ինչին մասնագերորեն հասավ, այս պատերազմով մասնագերորեն չասել, մենք այս տարածքը պահել ենք մեր պետականությամբ, հիմա պիտի վերակողմնորոշվենք եւ ուրիշ երկրների փորձով նորից փորձենք վերականգնվել, մենք Անդրկովկասից դուրս ենք մղվել, մեր մշակույթը ոչնչացվում է, ընդ որում մեր մշակույթը հիմա չէ որ ոչնչացվում է, Նախիջևանի խաչքարերը ավերվել, ջախջախվել են Քոչարյան Ռոբերտի կառավարման տարիներին, երբ մենք հաղթել էինք, բանակ ունեինք
Եվ երբ որ այս մարդիկ Ոսկանյանի հետ միասին չտեսավ դա, հիմա չի եղել, եթե տարվում էր, հիմա ինչ եմ ուզում ասել, ահա այս հարցերը, եւ մենք պիտի շարժվենք ընդունելով, ինչու ասեցի ռեալիզմը, մենք իրատես պիտի լինենք, դա եղել է, չի նշանակում պիտի մնանք այդ վիճակի մեջ ես, ուրեմն ռեալիզմը նաեւ մեզ պիտի հուշի, որ մենք պատերազմից մեծ կորուստներ ենք ունեցել, առաջ եմ տարօրինակ տարածքային առաջինը, եթե դա Հայաստանի Հանրապետության տարածքը չի, բայց մեր դա ազգային տարածքներ, որ մեր ողերին թշնամի Ռուսաստանը մեզ զրկեց մանիպուլյացիաներով Ադրբեջանի ձեռքով, սա մեկ։ Երկրորդ հարցը գա, սա պիտի ընդունվի, ուրեմն այդ ընթացքում կորոնավիրուսի շրջան է եղել եւ ծանր պատերազմ։ Դրա համար չպիտի կենտրոնանալ գործառնողների վրա ամեն ինչում մեղադրել, որտեղ նրանք չէ որ ով էլ լիներ, պիտի անցներ օպերատիվ կառավարման, ինչ որ եղել է։ Հիմա մեր միջազգային դրությունը լավացել է եւ շնորհիվ այս կառավարության եւ նրա շուրջ եղածների եւ դրսի մեր բարեկամների եւ այս պայմաններում խաղաղ շինարարությունը պետության վերակառուցում պիտի դրվի առաջի պլան, ինչ որ ասում եք հիմա մի բան ասեմ, բայց մենք պիտի հասկանանք, որ այսօր ինչպիսի մոդել ենք տնում Հայաստանի Հանրապետության վերակառուցման հիմքում, դա կունենա արդյունք 50 տարի հետո, 40 տարի հետո, եթե մոդելը չի լինելու 30 տարի հետո։ Գերմանիայից մի օրինակ բերեմ, որտեղ ես շատ եմ սիրում այդ օրինակ, որտեղ իրենք ծանրագույն վիճակը հաղթահարել են։ Հիմա հարցը, հո մենք հիվանդ չենք, որ չենք կարող, բայց ուրեմն այսպեսի մի օրինակ։ Ուրեմն 46-ից հետո, գիտեք, ֆեդերատիվ Գերմանիան ձևավորվեց 3 զոնաներում, ֆրանսիական, անգլիական, ամերիկյան, չէ, սովետական զոնան վերածվեց դեմոկրատական Գերմանիայի եւ ուրեմն առանցին անկախ պետություն դարավ։ Դուք գիտեք, այնտեղ ռուսական ինչ խարդավանք կա։ Մոսկվան կպած Շլայրմախերի բերանով, սոցիալ-դեմոկրատների ջանքերով Ադենաուրին համոզում են, որ բերեք 4 զոնան իրար միացնենք, լինի մի Գերմանիա։ Եվ շարժվենք առաջ։ Սոցիալ-դեմոկրատները դրա վրա աշխատեցին, Մոսկվան թիկունքում էր, ինչի, դե 4-ն էլ միացնում ենք եւ այլն։ Գերմանիայի վերնախավ Ադենաուրը հրաժարվեց Արևելյան Գերմանիայից։ Ես ինչքան հիշում եմ, բառացի թե ինչպես մոտավորապես այս միտն է, որ ձեր Արևելյան Գերմանիան չենք ուզում, ձեր կագեբեյշնիկներով մենք Գերմանիա կունենանք ուրիշ Գերմանիա։ Եվ ինչ եղավ, ուրեմն պետության հիմքերը, այդ պետության հայրերը դրեցին այնպես, որ Գերմանիան 1961 թվին դարձավ աշխարհի ուրեմն երկրորդ կամ երրորդ տնտեսությունը Ճապոնիայի փոխարինությամբ 90 թվին վերամիավորեց Արևելյան Գերմանիան։ Այն Գերմանիան, որ Ադենաուրը մերժում էր, կատեգորիկ դեմ էր, ասում էր դու էլ քու կագեբեն էլ քու գերմանացին էլ։ Իհարկե խոսքը այն մասով չի, որ ինքը գերմանացի չի, գերմանացի չի ուզում եւ այսինքն նման բաներ ինչ եմ ուզում ասել, անթեհանրական ասեմ, Գերմանիայի հիմքում դրվեց վերակառուցման այնպիսի հեռահար ծրագիր նպատակ, որ դիմացինը մի քիչ չհասկացավ, հիմա Գերմանիան դժբախտություն նախագահ Թրամփի, երբ որ ինքը հեռանում է եւ հեռացնում է Ուկրաինան ուզենալով որոշ չափով հանձնել Ռուսաստանին, այդ Գերմանիան տեր է կանգնում Ուկրաինային։ Ուկրաինան եթե դիմանա փրկված է, Գերմանիան վերադառնում է արդեն իր զորությամբ միացյալ Գերմանիան։ Այսպիսի օրինակներ, դե հիմա կարելի է բոլոր հարցերը լուծել, բայց մենք պետք է ունենանք, տեսեք, մեր սպეციფიკան թելադրում է, սեփական արտադրություն է պետք, սեփական հումքի վրա անպայման։ Մենք ունենք ահռելի քանակությամբ ոչ մատաղական հանքեր։ Հիմա ասեմ բոլորին, մենք ունենք ոսկի, չէ՞։ Թրամփի այս ուրեմն այդ տարիֆ եւ այլն ինչ որ անում է եւ դա երկար է լինելու հավանաբար, եթե հանրապետականներ մնացին, դրանք վերակառուցելու են, այստեղ ով ինչ ուզում է ասի, չասի, դոլարի կուրսը գիտեք ոնց որ տատանվում է, արժե զրկվում է, թե ինչ է լինում, ինչ է բարձրանում ոսկու
ուրեմն ոսկու գինը խիստ բարձրանում է։ Մենք հիմա ոսկի ունենք, թե չունենք։ Նավթի գները ախրել են գել են եւ Ռուսաստանն աղետի առաջ է կանգնած, նույն աղետի առաջ կարող է կանգնալ նաեւ Ադրբեջանը իր նավթով եւ այլն։ Մեր ոսկու հանքերում են պատկանում եւ իշքան ոսկի ունենք։ Ոսկու արդյունաբերություն ունենք, թե չէ։ Այն Ալցվանիկի ոչամարների այդ բաները հազար մի բաներ կան։ Նորագույն տեխնոլոգիաներով կարելի է վերամշակել եւ այլն։ Եվ այսպես ամփոփիչ ասեմ, հա, Արամ Մանուկյանի փորձով ասեմ, էլի, իհարկե չի ասել։ Արամ Մանուկյանը երբ որ պետության կառուցմանը գնաց 18 թվականին նրա մտահոգությունը առաջի Արամ Մանուկյանը որ մեր պետության այո նա ինչ էր նրա մտահոգությունն էր որ այն ժողովուրդը եթե ուզում է ապրել նա երբեք չի մեռնի ուրեմն սա մեր սկզբունքը պետք է լինի մնացածը տակտիկայի հարց է տեխնիկայի հարց է եւ այլն Այսպես ուրվագծել են համենայն դեպս մենք ընդրություններին կգնանք որտեղ հարցը մեր է քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն մի ռեսուրս կա որ պիտի օգտագործենք ես սա հայությանն եմ ասում քրիստոնյա ժողովրդավարական այդ կոնցեպցիայի հայկական տարբերակի այս լայն տեսական գործնական ցուցադրումով եւ գործադրումով տեսեք ինչ նպաստավոր վիճակ կա այս ոլորտում Մենք ունենք Փառք Աստծո այն ինչ որ ես կարողացել եմ իմ ընկերների հետ ստեղծել եւ 5 տարուց ավելի եւ այլն գիշեր-ցերեկ աշխատում ենք բայց ունենք այն ինչ որ ունենք չասեմ լավ է կամ վատ է բայց կա Հիմա հանգամանքների բերումով Միացյալ Նահանգներում իշխանության եկավ հանրապետական կուսակցություն որ աշխարհում եզակի կուսակցություն է որը իր ներքին կառուցվածքի մեջ քրիստոնեական արժեհամակարգի պաշտպանության սեկցիա, պայմանական բառ եմ ասում, սեկցիա ունի։ Կուսակցության մեջ, ուրեմն սենատում, կոնգրեսում եւ այլ ներկայացներ բալատում, այս ձև։ Գերմանիայում վերադառնալ իշխանության պարոն Մերցը, չէ՞, Ֆրիդրիխ Մերցը, ԿԴՄ-ն վերադառնում է։ ԿԴՄ-ն հաղթել ընդրություններում, հիմա առաջիկայում կոալիցիոն կառավարություն կլինի եւ ինչքան ես գիտեմ Ես շատ ուշադիր եմ հետևում Գերմանիայի քրիստոնյա դեմոկրատական կուսակցության նոր ղեկավարը չափազանց առույգ մարդ է ի տարբերություն Մերկելի, որի կենսագրության մեջ շտրիխ կար, ասեմ որն է դա ուրեմն Անգելա Մերկելը Մագդեբուրգի կոնսոմոլի առաջի քարտուղարն է եղել դուք կամ առաջին կամ այդ հիշեք նրա հետ KGB-ի խաղը Պուտինի աշխուժությունը եւ այլն Պուտինը զարգվեց այդ կանալից եւ այլն եւ այսպես ուրեմն Գերմանիայի Ավստրիայում այդ կուսակցություն ունի մեծ ազդեցություն ժողովրդական կուսակցությունը ես օրինակ կուզենայի որ մենք անպայման մեր ազգային ապակա ազգային ժողովը ունենայինք քրիստոնյա ժողովրդավարական ուրեմն ֆրակցիա ինչու ամերիկացիների հետ աշխատելու Գերմանիայի հետ աշխատելու, Ավստրիայի հետ աշխատելու, որը ոչ միայն սովորական դաշինքի կապ է, այլ քրիստոնեական արժեհամակարգի եւ մեր վերածննդի ուղին է բերում։ Դրա համար ակնկալում եմ, որ հայությունը ինձ կպաշտպանի աշխարհով մեկ խափելու եմ, թե չէ, չեմ խափելու։ Ուրեմն, բայց այսպես էլի, բայց երթումներով չաշխատենք։ Ուզում եմ ասել, ահա տեսեք ինչքան շանսեր կան, հիմա դուք էլ վերլուծեք, հազար բաներ կգտնենք եւ կշարժվենք առաջ, չմոռանանք իհարկե մեր բարեկամ հզոր Հնդկաստանը, քանի կա Պակիստան, Հնդկաստանը լինելու է Հայաստանի կողքին, Հայաստանի հետ եւ աջակից Հայաստանը, դրա համար էլ կառավարության առաջարկս ծրագրային իմաստով Հայաստանի տնտեսությունը շատ ավելի սերտացրեք Հնդկաստանի տնտեսության հետ աշխարհի երրորդ տնտեսությունն է, աճող, դինամիկ եւ դեմոկրատական, անգլիական ավանդույթով։ Հնդկաստանը պարլամենտական անգլիական մոդելի գրող երկիր է։ Էլ ինչ եք ուզում, ինչ ասեմ։ Շնորհակալ եմ պարոն Շինյան այսօրվա զրույցին։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, պարոն Լևոն Շիրինյանն էր մեր զրուցակիցը, քաղաքագիտության դոկտոր, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, զրուցվարում էր Գայանե Առաքելյանը, բարին ընձեզ։